Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ մարտի 1-ի քրեական վարույթով հետապնդումներ են հարուցվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի եւ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ։ Որն է ձեր գնահատականը եւ ինչ սպասելիքներ կան այս գործընթացներից։ Հիմա բոլոր առումներով մեղադրանք առաջադրել այս մարդան, երբ որ Նիկոլ Փաշինյանը նրան ոստիկանապետ էր նշանակել, հետո հեռացրել, հիմա տարիներ են անցել, անտեղյակության պես առապում, որ նշանակում էր ոստիկանապետ, հիմա մեղադրանք։ Թե չգիտեր, երբ որ նշանակում էր հանցագործին, այսպես ճակերտների մեջ եմ ասում, նշանակում էր ոստիկանապետ։ Արդեն ինքն էլ գեներալի կոչում է, չէ՞ տվել։ Դա չի նշանակում եւ որ չպետք է մեղադրվի, եթե դա կատարել է այդ հանցագործությունը, բայց հաշվի առնում անմեղության կանխավար կազմը եւ չեմ պատրաստում, այսինքն միանգամից մեղադրել այդ մարդուն։ Եվ արդյոք դա կոնտեքստից կտրված մի գործ չի։ Ում է մեղադրվում հիմա մարտի 1-ի պատասխանատուները ովքեր են։ Մեղադրվում է որևէ մեկը։ Ուրեմն մարտի 1-ի գործը, ընդհանուր գործը, դա ինչ-որ մի դրվագ է, կարևոր դրվագ իհարկե, բայց ովքեր են հրամաններ տվել, ովքեր են պատասխանատուները, այսինքն այդ մարդիկ չկան, հիմա ինչ-որ մի դրվագով մեղադրանք է առաջադրվում, էլի ցույց տալու համար, որ մարտի 1-ի գործը դեռ իշխանությանը հետաքրքրում է։ Այսինքն մինչև ինչ են ալել, մինչև հիմա ինչքան գիտեմ Ռոբերտ Քոչարյանը արդարացվել է, չէ՞, այդ մարտի 1-ի գործով։ Իսկ հիմա այս մարդկանցից ինչ են ուզում։ Իսկ ինչ-որ դրվագ են ուզում բաց, այս խոսքով վստահություն չի ներշնչում բոլորովին։ Արդյոք իշխանությունն այս գործն օգտագործում է ըստ քաղաքական նպատակահարմարության, հատկապես այս նախընտրական շրջանում։ Նախընտրական ում են էլի ուզում ցույց տան, որպես նախընտրական արշավի, այսպես ասած, մի հատված։ Երբ որ մարդիկ արդեն այնքան են տեսել, որ այդ գործը բացահայտելու ոչ մի ցանկություն չկա, ոչ մի իշխանության կողմից, այդ թվում այդ իշխանության կողմից։ Բայց մեղք են այդ զոհերի հարազատները, որոնք ամեն անգամ վերապրում են այդ տառապանքները։ Բայց ոչ մի արդյունք այս գործից մենք դեռ չենք տեսել։ Թե ինչ է սա տալիս նախընտրական իրենց որպես նախընտրական արշավի մի այդպես դրվագ, ինչ չգիտեմ ինչ է տալիս, որտեղ որևէ մեկը չեմ կարծում, որ հավատում է, կամ կարող է մարտի 1-ի գործ բացահայտել, ում համար է անում, չգիտեմ, գուցե նորից Ռոբերտ Քոչարյանի դեմ ինչ-որ մարդկանց հույզեր, բայց այդ մարդիկ այնքան քիչ են հիմա, ովքեր հուզվում են այս գործից արդեն։ Ոչ ուզում ասել, որ որևէ վստահություն չկա, որ բարի նպատակներով են անում է, բացահայտելու նպատակով, ավելի շուտ բացահայտելու նպատակով է առաջադրած այդ մեղադրանքը այս մարդկանց։